Գրիմ եղբայրներ, 3 թռչնակ։ Շատ ու շատ հին ժամանակներում մեր երկրում ապրում էին միայն փոքրիկ թագավորներ։ Դրանցից մեկն էլ Քեյթելնբերգում էր ապրում և շատ էր սիրում որսի գնալ։ Մի անգամ էլ, երբ նա իր շքախմբով որսի է դուրս գալիս, հանդիպում է 3 աղջիկների, որ իրենց կովերն են արածացնում։ Այս աղջիկները հենց որ թագավորին տեսնում են, նրանցից մեծն ասում է. «Էհեյ, եթե ես այս թագավորին չառնեմ, էլ կյանքումս չեմ ամուսնանա»։ Միջնեկ աղջիկը ցույց է տալիս թագավորի աջ կողքից գնացողին և ասում. «Էհեյ, եթե ես այն մեկին չառնեմ, էլ կյանքումս չեմ ամուսնանա»։ Փոքրն էլ ցույց է տալիս թագավորի ձախ կողքով գնացողին ու ասում. «Եթե ես էլ այն մեկին չառնեմ, էլ կյանքումս չեմ ամուսնանա»։ Թագավորի աջ ու ձախ կողքերից գնացողները նրա մինիստրներն են լինում։ Թագավորը լսում է այս բոլորը ու երբ տուն է դառնում, կանչել է տալիս 3 նախրապան աղջիկներին ու հարցնում, թե 3 ինչ էին խոսում սարում։ Բայց աղջիկները չեն ուզում խոստովանել։ Թագավորն էլ դառնում է մեծին, հարցնում, թե նա չէր ուզի ամուսնանալ իր հետ։ Աղջիկն ասում է, որ կուզեր, ու նրանք ամուսնանում են։ Էն երկուսն էլ թագավորի մինիստրների հետ են ամուսնանում։ 3 աղջիկն էլ շատ սիրուն են լինում սպիտակ մաշկով, հատկապես Թագուհին, որ վուշի պես մազեր է ունենում։ Այս 2 քույրերը երեխա չեն ունենում։ Մի անգամ թագավորը հեռու տեղ է գնում, կանչում է քույրերին, որ Թագուհին մենակ չմնա, մանավանդ, որ շուտով երեխա է ունենալու։ Թագավորը գնում է, իսկ Թագուհին մի տղա է բերում, սիրուն, խալը ճակատին։ Քույրերը խոսքները մեկ են անում, որոշում երեխային ջուրը գցել։ Տանում են այդ սիրուն տղային գցում գետը։ Կարծում եմ, որ դա Վեզեր գետը պիտի լիներ։ Հենց որ գցում են, գետից մի սիրուն հավք է դուրս թռչում ու երգում. «Սուզվիր տղաս, բայց կրկին, բարձր կամքով երկնքի, որպես շուշան դու ջերմակ, ելիր ջրից անհատակ»։ Քույրերը, որ այդ խոսքերը լսում են, շատ են վախենում, թողնում են ու փախչում։ Երբ թագավորը վերադառնում է, նրանք հայտնում են, թե կինդ մի շան լակոտ է բերել։ Թագավորն ասում է. «Աստծո տվածով պետք է գոհանալ»։ Գետի ափին մի ձկնորս է ապրելիս լինում, նա ջրից դուրս է քաշում երեխային ու քանի որ ինքը երեխա չի ունենում, ուրախանում է, տանում ու իր համար պահում։ Մի տարի անց թագավորն էլի ինչ որ տեղ է գնում, Թագուհին նորից մի տղա է բերում։ Խարդախ քույրերը այդ տղային էլ են տանում գետը գցում։ Էլի ջրից մի հավք է դուրս թռչում ու վեր սլանալով երգում. «Սուզվիր տղաս, բայց կրկին, բարձր կամքով երկնքի, որպես շուշան դու ջերմակ, ելիր ջրից անհատակ»։ Իսկ երբ թագավորը վերադառնում է, նրանք ասում են, թե կինդ էլի շան լակոտ բերեց, բայց թագավորը նորից նույն պատասխանն է տալիս. «Աստծո տվածով պետք է գոհանալ»։ Թագավորը 3-րդ անգամ է գնում։ Այս անգամ Թագուհին աղջիկ է ունենում։ Խարդախ քույրերը սրան էլ են ջուրը գցում, էլի ջրից մի հավք է դուրս թռչում ու վեր սլանալով երգում. «Սուզվիր աղջիկս, բայց կրկին, բարձր կամքով երկնքի, որպես շուշան դու ջերմակ, ելիր ջրից անհատակ»։ Երբ թագավորը վերադառնում է, նրանք ասում են, թե Թագուհին մի կատու է բերել։
թագավորը բարկանում է ու հրամայում կնոջը զնդանը նետել, որտեղ թագուհին շատ երկար է մնում։ Տարիներ են անցնում։ Երեխաները ձկնորսի տանը ապահով մեծանում են։ Մի օր էլ մեծ տղան հասակակիցների հետ ուզում է ձուկ բռնելու գնալ։ Տղաները նրան ճամփից ետ են տալիս, թե դու ընկեցիկ ես, մեզ հետ մի արի։ Տղան շատ է վշտանում ու ծերունի ձկնորսին հարցնում, թե ճիշտ են ասում տղաները։ Ձկնորսը պատմում է, որ նրան ջրից է բռնել։ Այդ ժամանակ տղան ասում է, թե ուզում է գնալ գտնել իր հորը։ Ձկնորսը շատ է խնդրում, որ տղան ետ կանգնի այդ մտքից, չգնա, բայց չի լսում։ Վեր է կենում ու ճամփա ընկնում, գնում, ինչքան աչքը կտրում է, հասնում է մի ծովի։ Ծովափին մի պառավ նստած ձուկ է բռնում։ Բարև մայրիկ, ասում է տղան։ Բարին արևիտ։ Երևի շատ երկար ես նստում, մինչև կարողանում ես մի ձուկ բռնել։ Դու էլ երևի շատ երկար ես ման գալու, մինչև կարողանաս հորդ գտնել։ Ինչպես ես անցնելու ծովը, հարցնում է պառավը։ Աստված գիտի։ Պառավը նրան իր շալակն է առնում ու ծովն անցկացնում։ Տղան է ստեղել, երկար է փնտրում հորը, բայց չի կարողանում գտնել։ Տարին, որ լռանում է, միջնեկ եղբայրն է դուրս գալիս հորը փնտրելու։ Սա էլ է գալիս հասնում ծովին, պառավը սրան էլ է օգնում։ Տանը մնում է միայն աղջիկը։ Նա շատ է մտածում եղբայրների մասին, վերջը ձկնորսին խնդրում է, որ իրեն թույլ տա գնալ եղբայրների ետևից։ Սա էլ է գալիս հասնում ծովին ու պառավին ասում է. Բարև մայրիկ, բարին արևիտ, թող Աստված օգնի ձուկ շատ բռնես։ Պառավն այդ խոսքի վրա մեղմանում է, ջերմանում, նրան անց է կացնում ծովը, մի ճիպոտ տալիս ձեռքն ու ասում. Աղջիկս, էս ճամփով ուղիղ կգնաս, որ անցնելիս կլինես սև շան մոտով, չվախենաս, համարձակ կանցնես առանց վրան նայելու։ Կգնաս, կհասնես մի մեծ ամրոցի։ Էս ճիպոտը կդնես շեմքին, ներս կմտնես, կանցնես ամրոցի միջով, դուրս կգաս ետևի դռնից, մի հին ջրհոր կա այնտեղ, ջրհորի մոտ մի մեծ ծառ։ Այդ ծառի ճյուղից մի վանդակ է կախած, այդ վանդակը քիչեցնես ճյուղից ու կվերցնես։ Հետո մի բաժակ էլ ջուր կվերցնես ջրհորից ու նույն ճամփով ետ կգաս։ Ամրոցից դուրս գալիս ճիպոտը կվերցնես շեմքից, երբ նորից անցնելիս կլինես սև շան մոտով, այդ ճիպոտով կխփես նրա գլխին։ Բայց տես, լավ կխփես, հանկարծ չվրիպես, հետո կգաս ինձ մոտ։ Աղջիկը ամեն ինչ անում է պառավի ասածի պես և վերադարձի ճանապարհին գտնում է իր եղբայրներին, որ աշխարհի կեսը ոտքի տակ էին տվել։ Միասին գալիս են, տեսնում սև շունը պառկած է ճամփի մեջտեղը։ Աղջիկը ճիպոտով խփում է շան գլխին, շունը դառնում է մի սիրուն արքայազն։ Այդպես չորսով գալիս են ու հասնում ծովի ափը։ Պառավը դեռ այնտեղ նստած է լինում, որ նրանց տեսնում է, շատ է ուրախանում, բոլորին մեկ անց է կացնում ծովի մյուս ափը, ինքն էլ չքվում, որովհետև նրա կախարդանքն էլ է վերանում։ Այդպես չորսով նրանք գնում են հասնում ծերունի ձկնորսի տուն ու բոլորն էլ շատ են ուրախանում, որ ողջ ու առողջ նորից տեսնում են իրար, իսկ թռչունի վանդակը կախում են պատից։ Բայց փոքր տղան չի կարողանում տանը նստած մնալ։ Մի անգամ նա հրացանն առնում է ու գնում որսի։ Երբ հոգնում է,
նստում է, սկսում փչել իր եղջրիկը։ Այդ ժամանակ թագավորն էլ է որս անելիս լինում։ Նա լսում է եղջրիկի ձայնը, գալիս տեսնում տղային ու հարցնում. Ով է թույլ տվել քեզ այստեղ որս անել, այ տղա։ Ոչ ոք։ Դու ում տղան ես։ Ձկնորսի։ Ինչու ես սուտ ասում, ձկնորսը երեխա չունի, բարկանում է թագավորը։ Չես հավատում, արի միասին գնանք ու տես։ Թագավորը վեր է կենում, տղայի հետ գնում ձկնորսի տուն։ Ձկնորսը ամեն ինչ պատմում է նրան, իսկ թռչնակը վանդակի միջից հանկարծ սկսում է երգել։ Մայրը փակված խավարբանտում, լալիս է լուռու մխկտում, զավակներդ արքա գիտես, շարմաղ էին, լուսերես, չար քույրերի զոհը դարձան, քո բալեքը վիրավոր, սառը գետից փրկեց նրանց, բարի ձկնորսն ալևոր։ Բոլորը վախենում են, թագավորը թռչնակին, ձկնորսին ու 3 երեխաներին իր հետ տանում է պալատ, հրամայում բացել զնդանն ու ազատել թագուհուն։ Բայց թագուհին շատ թույլ ու հիվանդ է լինում, այդ ժամանակ աղջիկը նրան խմեցնում է ջրհորից բերած անմահական ջրից և թագուհին նորից դառնում է առողջ ու սիրուն, ինչպես ջահել ժամանակ։ Թագավորը հրամայում է խարդախ քույրերին այրել խարույկի վրա, իսկ աղջիկն էլ ամուսնանում է արքայազնի հետ։